Պարոն Մալխասյան, համապետական ընտրություններից առաջ որքանով եք կարևորում թիմ ընտրությունները որպես ստուգատես եւ ինչպես եք գնահատում Մայր Հայաստանի շանսերը։ Նախ ընտրությունների պահով առհասարակ Մայր Հայաստանը շարժման կարգավիճակում, հետո նաև արդեն կուսակցության կարգավիճակում միշտ կարևորել է ընտրական գործընթացները եւ կարևոր չի դա համապետական նշանակության, թե ռեգիոնալ, մայրաքաղաքային եւ այլն, որովհետեւ ընտրությունները միակ ինստիտուտն են, որի միջոցով հիմա կարելի է հասնել իշխանափոխության, քանի որ մենք տեսել ենք բազմաթիվ փորձեր, որոնք անհաջողության են մատնվել եւ տեսել ենք ընտրական process-ներ տարբեր տեղերում Երևան, Գյումրի, հիմա նաեւ Վաղարշապատի խոշորացված համայնք, որտեղ ԿՊ-ն ունենում է լրջագույն խնդիրներ ու ոչ միայն այդ նշված մարզերում, քաղաքներում, այլ նաեւ շատ այլ համայնքներում, որտեղ մասնակցել են, պարտվել են, հետո տարբեր զեղծարարություններով հաջողացրել են իրենց տեխնացուին կարգել իշխանություն։ Օրինակ կարող եմ ասել, որ այս առումով այն ընտրություններում, որտեղ մասնակցում է Մայր Հայաստանը, շարժման թե կուսակցության կարգավիճակում, ԿՊ-ն ունենում է լրջագույն խնդիրներ։ Առաջինը Երևանի ընտրություններին մի կերպ կարողացան փոքրամասնությանը Վազգեն Սարգսյանի այդ կուսակցության միջոցով կարգել իշխանություն, մի կերպ Տիգրան Ավինյանին, Գյումրիում ընդհանրապես Մայր Հայաստանը հայտարարել էր, որ մինիմալ խնդիրը իշխանազրկելն է ԿՊ-ին, որը հաջողությամբ մենք իրականացրեցինք, հիմա Վաղարշապատում կարելի ասել պլանկեն ավելի ենք բարձրացնում, նշում ենք, որ ոչ միայն իշխանազրկելն է առաջնային խնդիրը, այլ նաև անձամբ մենք Մայր Հայաստանը Վաղարշապատում ստանձնի իշխանության պատասխանատվությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում։ Այսինքն մենք տրամադրված ենք մարտական, մրցակցային, մենք անընդհատ ընտրական process-ների մեջ ենք, անընդհատ ժողովրդի հետ շփումների մեջ ենք, շատ լավ հասկանում ենք հանրային տրամադրությունները, շատ լավ հասկանում ենք ԿՊ-ի թույլ տեղերը եւ ԿՊ-ի սատելիտ կուսակցությունների եւ գտնում ենք, որ Վաղարշապատը մի քանի անգամ ավելի կարևոր է, քան նույնիսկ Գյումրին, որովհետև սա ստուգատես է մեծ համապետական ընտրություններից առաջ։ Իսկ եկեղեցու հետ կապված այս իրավիճակը ինչ դերակատարում կունենա քվեարկության արդյունքների վրա եւ արդյոք Վաղարշապատցիները ավելի զգայուն չեն լինի այդ հարցերի նկատմամբ եւ դա կարտացոլվի։ Ինձ թվում է կարտացոլվի, որովհետև մենք նախքան այս ընտրական գործընթացի մեկնարկը, ինչպես գիտեք, կազմակերպել էինք ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու ստորագրահավաք, այդ առումով շոշափել ենք նաև հանրային տրամադրությունները, ժողովրդի մեծ մասը կարող եմ ասել, որ եկեղեցու կողքին է եւ քաղաքական խնդիր է բնականաբար տեսնում այդ ամեն ինչի մեջ եւ քաղաքականացվածությունը հասարակության, չնայած այստեղ եկեղեցու խնդիրն է, բայց դա հանգեցրել է այդ խնդրով հասարակության քաղաքականացմանը եւ ինչքան մեծ է հասարակության քաղաքական ակտիվությունը, այդքան մասնակցությունը շատ մեծ մասնակցություն է լինում ընտրություններին։ Օրինակ նույն Գյումրու օրինակով ես բերեմ, Գյումրիում մենք ոչ միայն քաղաքական ակտիվությունը բարձրացրեցինք, քաղաքականացրեցինք ընտրությունները Մայր Հայաստանը, դրանից հետո քաղաքական կոնսոլիդացիա ապահովեցինք, որպեսզի ԿՊ-ն իշխանազրկվի։ Դա կարող եմ ասել Մայր Հայաստանի շնորհքն էր։ Հիմա Վաղարշապատում այդ քաղաքական ակտիվությունը շատ ավելի բարձր է, եկեղեցու հետ կապված իշխանության հարձակումներով պայմանավորված այդ ակտիվությունը շատ բարձր է, իսկ եթե լինում է բարձր ակտիվություն, դա ԿՊ-ի համար ստեղ առաջացնում է լրջագույն խնդիրներ, Գյումրիում դա տեսանք, ես ուզում եմ համեմատականներ տանել կոնկրետ ընտրությունները, որպեսզի հասկանալի լինի։ Հիշում եք, որ իրենց Սարիկը ընտրություններից առաջ հայտարարում էր, որ ես ինչ եք խոսում, 50+ հավաքելու ենք, մենք խնդրեմ չունենք եւ այլն։ Եվ տեսանք, որ չհավաքեցին։ Գիտեք ինչի շնորհքն էր։ Հասարակությունը քաղաքականացնելու եւ ընտրատեղամաս գնալու ԿՎՆ-երի հեղափոխություն տեղի ունեցավ։ Մարդիկ գնացին, իրենց ռեսուրսը խիստ սահմանափակ է։ Իրենք բյուրոկրատական, ադմինիստրատիվ այլ միջոցներով կարողանում են գեներացնել X թվով, դրանից բարձր չի աճում, իրենց ռեյտինգը ընկնում է։ Ինչ որ մասսա են գեներացնում, որը գնում է ընտրությունների։ Բարձր թիվ կազմա, բայց դա թույլ չի տալիս իշխանություն ձևավորելու։ Գյումրիում այդ փոստի վրա իրենք կանգնեցին, հիմա նույնը տեղի է ունենալու Էջմիածնում, Վաղարշապատ խոշորացված համայնքում, եւ ես էլի եմ կրկնում, Մայր Հայաստանի նվազագույն խնդիրը ԿՊ-ին իշխանազրկելն է, իսկ առավելագույնը, որին մենք հասնելու ենք, իշխանություն ձևավորելը։
Մայր Հայաստանի միջոցով։ Մայր Հայաստանը այստեղ կրկին կոնսոլիդացնող դեր է ստանձնելու եւ ստանձնելու է իշխանության պատասխանատվությունը։ Իսկ կալանավորումներ, տարբեր այլ գործընթացներ եւ սցենարներ դուք կանխատեսում եք։ Միանշանակ ես բազմիցս ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանի օրոք հաստատվել է այլանդակ ավտորիտար ռեժիմ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում, եթե այդ մարդը կալանավորել է, ասենք, սրբազանների, քաղաքական գործիչներ եւ, չգիտեմ, հանրային գործիչներ կալանավորելը իր համար մի բաժակ ջուր խմելու նման բան է։ Բայց դա էլ կախված է հանրային ակտիվությունից։ Եթե հանրային բողոքի մակարդակը շատ բարձր եղավ, այդ դեպքում ես չեմ կարծում, որ իրենք մի հատ կարմիր գիծ էլ կհատեն, բայց նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ չէր լինի այդ կարմիր գիծը հատելուն։ Ուղղակի հարցն այնտեղ է, թե ինչքանով է իրեն թույլ տալիս խաղալ, էլի այդ առումով։ Դրա համար ես չեմ բացառում, բայց միաժամանակ ուզում եմ նշել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ լուրջ խնդիրների առաջ կանգնի, եթե շարունակի այս տեմպերով, ընդհանուր միջև իշխանությունը կորցնելը շատ հանկարծակի։